Եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, արդյոք ինքն է այն մարդը, որ դրանով զբաղվելու իրավունք ունի, էլ չեմ ասում կաթողիկոս հանելու եւ նորին նշանակելու։ Էդի вообще իր թեման չի, որ ինքը անում է։ Ինքը ամեն տեղ գլուխը կողում։ Ինքը այն վիրուսների ժամանակ դարել է բժիշկ, բուժքույր, ասում է դերներ լվացեք նոր հաց կերեք։ Սա ամեն ինչը եկալել է իր վրա։ Իսկ իրականում ոչ մի բան էպիտանը չի։ Չէ։ Եկեղեցուն ոչ մոնը չի իրավունք ունի կպնե։ Փաշինյանն հուա կարում ինչ ասի։ Ինքը ինչ ուզում է էլ անում է, բայց մանը կարում չուր դիսկից։ Հանրապես իր ֆունկցիա չի եկալ այդքան գործ արած։ Չի ինքնով է։ Ինքը ընդամենը մի ոչնչություն է, որ սխալվում քաջնազարի բախտին տիրացավ։ Դա շատ սխալ բան է։ Ինքը իրավունք չունի եկեղեցու հետ ինչ որ գործեր անի։ Եկեղեցին ինքը իր աշխատանք կատարում է։ Ինքը թող քաղաքականությունով զբաղվի, ոչ թե եկեղեցու։ Իհարկե չունի։ Փաշինյանը ինչ գործ ունի մեր կաթողիկոսի հետ։ Եթե կաթողիկոսն է, ինքն է ուզում եկեղեցի ինքը թող ինքը եկեղեցին կաթողիկոս անի։ Փաշինյանը թող ինքը ուրիշ բանով զբաղվի, ոչ թե եկեղեցիական ինչ որ մի բանով։ Փաշինյանը ղեկավար է, թե տեր հայր է, թե եկեղեցուն։ Ամեն մարդ իր գործը պիտի զբաղվի, չէ՞։ Չէ, իրավունք չունի։ Ինչու՞։ Չունի, կաթողիկոս թոմնա իրան տեղումը այդքան բաներին եկակեցել։ Ու գիտում ենք կան ղեկավարն է թող խառնվել այդ վանքերին հետո ինքը պիտի խառնվի։ Ինձ թվում է, որ ինքը գործ չունի այդ գործերում, որտեղ եկեղեցին ու պետականությունը տարբեր բաներ են, տարբեր հաստատություններ են դրանք։ Եկեղեցին իր անելիքն ունի, պետությունը իր անելիքն։